Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 5 Եվ Իսրայելի որդիների ոչ մեկի դեմ մարդից մինչև անասուն մի շուն էլ չի շարժի իր լեզուն, որ գիտենաք, թե Եհովան Եգիպտացիների և Իսրայելի մեջտեղը տարբերություն է անում։ Ելից 11-րդ գլուխ 7-րդ խոսք։ Ինչ է ստացվում։ Աստված իշխանություն ունի անգամ շների հաչոցի վրա։ Նա կարող է կանգնեցնել շների հաչոցը։ Իհարկե այո։ Նա կարող է նույնիսկ թույլ չտալ, որ եգիպտական մի շուն անհանգստացնի Իսրայելի հոտի գառներից թեկուզ մեկին։ Աստված լռեցնում է շներին, մարդկանց մեջ եղած շնանմաններին և նույնիսկ դժոխքի դարպասի մոտ կանգնած մեծ շանը։ Ուրեմն եկեք մեր ճանապարհով շարունակենք գնալ առանց որևէ վախի։ Եթե նա թույլ չի տալիս, որ շները հաչան, ապա կարող է նաև կանգնեցնել նրանց ատամները։ Նրանք կարող են սարսափելի աղմուկ բարձրացնել, սակայն իրական վնաս մեզ չեն պատճառի։ Բայց այնուամենայնիվ, որքան քաղցր է այդ լռությունը, որքան հրաշալի է քայլել թշնամիների մեջ և գիտակցել, որ Աստված ստիպում է նրանց խաղաղ ապրել մեզ հետ։ Ինչպես Դանիելը առյուծների գուբում, մենք էլ մնում ենք անվնաս նրանց մեջ, ովքեր ցանկանում են մեզ կործանել։ Ախ, եթե այսօր Տիրոջ այս խոսքը, որ ուղղված էր Իսրայելին, կատարվեր նաև մեզ համար։ Մի՞թե շունը կարող է մեզ անհանգստացնել։ Ուրեմն մենք նրա մասին կպատմենք մեր Տիրոջը։ Տուր մեզ հանգիստ Աստված իմ, և տուր, որ այնքան հստակ տեսնենք քո ձեռքը այս ամենի մեջ, որ պարզորեն գիտակցենք, թե ինչ մեծ տարբերություն է քո շնորհը ստեղծել մեր և ամբարիշտների միջև։